որևիցե տան մեջ գերիշխում է ուրախությունը, խաղաղությունը եւ տոնական մթնոլորտը այն պայմաններում, երբ ոչ միայն հաշտ են ամուսինները եւ ծնող զավակ հարաբերությունն է հարթ, այլ հատկապես երբ հաշտ են զավակները իրար մեջ։ Իսկ սա հատկապես պայմանավորված է, թե ինչպիսին են ծնողները։ Այս մոդելը վերաբերում է նաև որևէ եկեղեցական համայնքի, որևէ հասարակության եւ պետությանը։ Այս հաշտության մթնոլորտը։ Հիսուս մեզ մի շատ գողտրիկ առակ է ավանդել, որը կարելի ասել մի փոքր մինի ավետարան է, ավետարան ավետարանի մեջ, որ ավանդաբար անվանում ենք անառակ որդու առակը։ Ճիշտն ասած, երբ մենք այս առակի մասին մտածում ենք, անմիջապես կրտսեր որդին է գալիս առաջին պլան։ Նրա գործած անառակությունն է մեր ուշադրությունը գրավում։ Եվ ստվերի մեջ է ընկնում հատկապես ավակ որդու անառակ վերաբերմունքը իր եղբոր նկատմամբ, որ կորած էր եւ վերադարձավ։ Եվ մանավանդ հոր կերպարը։ Կարելի է ասել, այս առակը հոր սիրո մասին է, ավելի շատ, քան որդիների անառակության։ Հիսուս ինչու է այս առակը պատմում։ Մեղադրում են նրան մեղավոր մարդկանց հետ սեղան նստելու մեջ։ Իսկ սեղանակցությունը մտերմության, ընդունելության բարձրագույն նշան է։ Եվ Հիսուս այս առակը պատմում է ինչ որ իմաստով բացահայտելով, սրբագրելով հոր կերպարը, Աստծո կերպարը, որին մենք համարում ենք արդար եւ իրավացիորեն այդպիսին է Աստված, բայց զեղչում ենք նրա ողորմած լինելը։ Աստծո արդարությունը նրա գթասրտության հետ միասին է, բաժանված չէ։ Աստծո արդարությունը մարդկային արդարությունը չէ։ Եվ շատ հաճախ մեր պատկերացրած որդեգրած օրենքներից վեր է։ Հենց պարզ օրինակ։ Հայրը իր անառակ որդուն ընդունելություն ցույց տալով շարժում է ավակ որդու զայրույթը, որը հավատարիմ էր մնացել եւ տան մեջ էր, չէր լքել, չէր դավաճանել, չէր վատնել հոր ունեցվածքը։ Բայց հայրը ինչ է անում։ Ոչ թե բացառություն է անում ընդունված կարգի եւ օրենքի մեջ, չէ՞ մենք սովորաբար մտածում ենք, որ պետք է դավաճանված հայրը նստի, որդին կա, ծնկի իջնի, ներողամտությունը հայցի, հայրն էլ կորոշի, ներում է թե ոչ։ Առակի մեջ այդպես չէ, առակի մեջ հայրը հենց տեսնում է որդու ուրվագիծը հորիզոնում, ինքն է առաջ վազում։ Հայրը մարդկայնացնում է օրենք, որովհետև իր որդին է գալիս, ինչքան էլ որ բացասական դրսևորում է ունեցել։ Նախ հոր կերպարը այստեղ շատ կարևոր է, հենց սկզբում, զարմացնում է ուղղակի, երբ կրտսեր որդու պահանջի ընդառաջ է գնում լռելյային։ Ուզում ես ազատություն, ահավասիկ, գնա,
Ասեք ծննդոց գիրքներ, որ մենք կարդում ենք, որտեղ շատ հաճախ մենք մեղադրում ենք Աստծուն եւ անընդհատ լսում ենք դա։ Աստված ինչու թողեց, որ մարդը մեղանչի եւ ընկնի այսպիսի տառապանքների մեջ։ Սկսած պարզ հիվանդությունից մինչև պատերազմների ողբերգություն։ Եվ այդ հարցը ուրիշ հարց է ծնում։ Չտար ազատություն, չտար ընտրելու հնարավորություն։ Աստծո տված ազատությունը հեռանկարը գծված է։ Ասում է ինչ է սպասվում։ Ընտրելու հնարավորություն ունես, մատնացույց է արվում, թե որն է ճիշտ ճանապարհը։ Դա ծննդոց գրքում տրվեց արգելված պտղի միջոցով, հին կտակարանի ուխտի մեջ մենք տեսնում ենք տասնաբանյայի միջոցով, իսկ քրիստոնեական բարոյագիտության մեջ արդեն սիրո օրենքով, որը ամփոփում է ամբողջ տասնաբանյան։ Այսինքն ազատությունը տալիս է, բայց միևնույն ժամանակ այդ ազատությունը լուսավորող է։ Այդ է պատճառը, որ մարդուն տրված Աստծուց մեծագույն պարգևները երկու կյանքից հետո ազատությունն ու բանականությունն են, ընտրելու հնարավորություն եւ լուսավորություն։ Կրտսեր որդու արածը կարելի է ասել մարդկային արարքների մեջ ամենամարդկայինն է։ Ուզում է աշխարհը բացահայտել։ Ուզում է ինքնուրույն դառնալ։ Ուզում է իր մեջ արթնացած կրքերը, երազանքները, հետաքրքրությունները բավարարված տեսնել։ Այդ ամենի համար տունը նեղ է, սանձահարող է եւ ուզում է կտրել այդ սանձող թելերը։ Այո, հեռանկարը վտանգավոր է, տխուր է, ողբերգական է։ Մենք որ մեղք ենք գործում, հեռանկարը կա, երբեմն նաև գիտենք այդ հեռանկարի մասին, բայց ինչ-որ մի ներքին ուժ մեզ մղում է դա անելու, որովհետև դրա մեջ մենք բարիք ենք տեսնում, ազատություն ենք տեսնում, բացահայտում ենք տեսնում։ Եթե անընդհատ խոչընդոտներ լինեն, մեր կյանքը հոգեպես կծկված կյանքի կվերածվի, ինչպիսին ավակ որդու կյանքն էր։ Մնացել էր հոր տան մեջ, հավատարիմ էր, չէր վատնել ունեցված, ընդհակառակը։ Կրտսերի բացակայության պայմաններում հավանաբար ավելի շատ ջանք էր գործադրել տնտեսությունը զարգացնելու համար։ Բայց միայն այն միտքը, որ ինքը շպրտում է հոր դեմքին, ասում է, ես այսքան տարի քեզ ծառայեցի, ծառա է, որդի չէ փաստորեն, տան մեջ է մնացել, բայց որդի չէ։ Դու ինձ մի ուլ չտվեցիր, որ ես ընկերներից հետ ուրախանամ։ Այսինքն ավակ որդին ոչ միայն խնդիր ունի իր որդիական եւ եղբայրական հարաբերությունների մեջ, այլ հայտարարում է, որ ընկերներ ունի, բայց թվում է, թե ընկերների հետ երբևիցե տոնական մթնոլորտ չի ստեղծել։ Ավակ որդին այս ծայրահեղությունն է, այս կծկված ծայրահեղությունը։ Կրտսեր որդին մյուս ծայրահեղությունն է, լկտիության ծայրահեղություն, որ ամեն ինչ իբրև կարելի է։ Ուրեմն այստեղ կոնֆլիկտի մեջ են մտնում մի կողմից սանձարձակ ազատությունը, մյուս կողմից հորը հնազանդվելու այս բծախնդրությունը, այս օրինապաշտությունը։ Եվ երկուսի կյանքն էլ հաշտ չէ։ Ավակի կյանքը թվում է, թե հանգիստ էր, հոր հետ է, տան մեջ է, ունեցվածքը
աճում է։ Բայց երբ այս խնդիրը առաջանում է, կրտսերը եկել է, հայրը ընդունել է եւ մեծ ուրախություն է կազմակերպել եւ որդին առաջին հայացքից արդարացի բարկություն է ունենում։ Եվ այստեղ արտահայտում է իր ներսում թաքցրած ամբողջ խնդիրը։ Հոր այդ հարաբերությունները ամեն դեպքում հարթ չեն, հաշտ չեն, այլապես չէր ասի ինձ մի ուլ չտվեցիր։ Այսինքն հորը ավագը ներկայացնում է որպես չկամ մեկը։ Ես քեզ հնազանդ եմ, բայց դու մի ուլ չտվեցիր։ Եվ այստեղ մենք տեսնում ենք երկու դեպքում էլ հոր բարությունը։ Կրտսեր որդու դեպքում էլ այդ անսահման բարությունը։ Էութենական խնդիր է այստեղ նաև։ Հայրը երկու դեպքում էլ դրական թե բացասական իր բարության մեջ փոփոխություն չկա, իր բարությունը արտահայտվում է դեպի ուրիշը, դեպի իր որդիները, հատկապես այն ուղղությամբ, որտեղ կարիք կա։ Այդ առատաձեռնությունը, բարյացակամությունը, այ հոր կերպարը։ Մի շատ հոգեբանական հրաշալի շերտ է այստեղ բացահայտվում, երբ կրտսեր որդին վերադառնում է եւ հայրը տեսնում է հորիզոնում նրա հայտնվելը։ Փաստորեն հայրը սպասում էր, ապրում էր հույսով, վստահությամբ, որ որդին վերադառնալու է։ Այս վստահությունը շատ կարևոր է մարդկային հարաբերությունների մեջ։ Իսկ ընդառաջ քայլը դիմացինին վերափոխելու, ապագայի ուղղությամբ ուշադրությունը կենտրոնացնելու ցնցող քայլ է։ Որդին գիտի ինքը ինչ է արել։ Բայց հոր վերաբերմունքը որդուն մի տեսակ դարձնում է նորածին։ Սկսեցիր կյանքդ, ձախողեցիր, արի նորից սկսի։ Այս անգամ արդեն փորձի հիման վրա այլևս մի ձախողի եւ գնա դեպի ապագա։ Հայրը վերականգնում է որդու արժանապատվությունը։ Գիտեք, սա շատ կարևոր է։ Այստեղ այդ վերաբերմունքից մենք դարձյալ տողատակում մի շատ հրաշալի փոփոխություն ենք տեսնում հենց կրտսեր որդու մեջ։ Որդին երբ այլևս սոված տեղ չուներ գնալու, ծանրագույն վիճակի մեջ էր, իր առաջնային կարիքը չէր կարողանում հոգալ։ Դա է ստիպում իրեն տուն դարձի։ Սոված է։ Ոչ թե որ զղջացել է, այսինչ արեցի մոր հանդեպ եւ այլն։ Ավետարանը շատ հստակ է։ Այնպիսի քաղցը զգաց, որ այլևս գնում է կյանքը դեպի մահ։ Գնամ, խոստովանեմ, ասեմ, որ մեղք եմ գործել երկնքի եւ քո առաջ։ Արժանի չեմ քո որդին լինելու։ Ինձ ընդունիր որպես քո ծառաներից մեկը։ Այսինքն այդ պահին, երբ որդին դատում է, չի վերադառնում որպես որդի։ Վերջացած է։ Հորը մահացած է հռչակել, երբ կտակը բացել է տվել եւ իր ժառանգությունը վերցրել հեռացել է։ Հիմա էլ չի վերադառնում որպես որդի, վերադառնում է որպես ծառա, զուտ իր առաջնային կարիքը բավարարելու համար։ Բայց երբ հայրը ընդառաջ է վազում եւ այդ ընթացքում որդին հասցնում է արտասանել մեղա հերկինս եւ առաջիքո, արժանի չեմ քո որդին կոչվելու, հաջորդ միտքը այլևս չի արտասանում, որ ինձ ընդունիր որպես քո ծառաներից մեկը։ Հոր գրկախառնությունը փոխում է ամբողջը։ Արժանի չի, բայց մնում է որդի, ծառա չէ տան մեջ։
Եվ հիմա ավագ որդին ինչ է անում։ Ավագ որդին չի ընդունում հորը որպես հայր, որովհետև առակը մեզ ցույց է տալիս, եթե եղբայրը չի ընդունում իր անառակ եղբորը, որին ընդունում է հայրը, նշանակում է կրկնակի մերժում է կատարում։ Մերժում է իր եղբորը եւ մերժում է իր հորը։ Իսկ հայրը բարի է իր հանդեպ։ Ինչ է ասում հայրը։ Դարձյալ դրսում առաջինի դեպքում դրսում է հանդիպում գրկախառնությամբ համբույրով ընդունում է, գրկախառնություն ցույց տալով, որ ընդունելություն գտավ, համբույր ցույց տալով, որ հարաբերությունները սերը վերականգնված է, մատանին պատմուճանը, որ որդիական արժանապատվությունն է վերականգնված։ Այս դեպքում արդեն ավագ որդու դեպքում հայրը դարձյալ դուրս է գնում տնից, որդուն ներս բերելու, երկու դեպքում էլ հորը տեսնում ենք դրսում, որդիներին կանչում է ներս եւ ասում է այն ինչ որ ունեմ քոնն է, բայց որ եղբայրդ կորած էր, գտնվեց, մեռած էր, կենթանացավ, ուրախություն չանենք։ Ես հայր եմ եւ ունեմ իմ որդու նկատմամբ զգացմունք։ Եթե ես քեզ համար հայր եմ, դու չես կարող չկիսել իմ զգացմունքը։ Դրանով նաեւ ընդունելով որպես եղբոր։ Տերունական աղոթքը լավագույնս է սրա մասին, հատկապես մեր համայնքներում հաշտության մթնոլորտը ապահովելու համար։ Բոլորս կանգնում ենք եւ ասում ենք հայր մեր։ Եթե իսկապես բոլորիս հայրն է, մենք չենք կարող եղբայրներ եւ քույրեր չլինել սիրո մթնոլորտով բաժնեկցության դրսևորմամբ։ Եվ մյուս կարևոր կետը, որ կուզեի այս առակից առանձնացնել մեզ համար, կրծեր որդին կարիքի մեջ էր, սուր։ Ինչու է որոշում տուն գալ։ Ինչ այլ եղանակ, այլ ճանապարհ չի փնտրում։ Որովհետև տան համը գիտեր, ճանաչում էր իր հորը, գիտեր իր տան բարության, սիրո, գործակցության այդ վիճակը գիտեր։ Գիտեր, որ իր կյանքը վերափոխելու ճիշտ ճանապարհը տուն վերադառնալն է։ Այդ դրա համար է կարևոր, որ մեր ծնողները իրենց զավակներին հենց մանկության շրջանից եկեղեցու ճանապարհը ցույց տան, ճանաչել տան իրենց մայր եկեղեցին, իր բոլոր հոգևոր շնորհներով, հաշտությամբ, խաղաղությամբ, դարմանով, որպեսզի երբ այդպես ասած ազատության ձգտման շրջանը կգա եւ կսխալվեն, կսայթաքեն, կգայթեն, կմոլորվեն, կխորթանան իրենք իրենց արժեհամակարգից եւ իրենք իրենց ինքնությունից եւ անելանելի վիճակների մեջ կհայտնվեն, եկեղեցի կան եւ ոչ թե ընտրեն այլ ճանապարհ։